Ես արդեն 9 տարի ինչ հայաստանյան SMM հանրույթի մաս եմ կազմում, բայց դեռ չեմ համակերպվել այն հանգամանքի հետ, որ հայ գործարարները իրենց բրենդի սոցիալական ցանցերում ներկայացվածության համար ընտրում են միևնույն մարքեթինգային ընկերությունը կամ SMM մասնագետին, ով զբաղվում է իրենց անմիջական մրցակցի էջերի վարմամբ։ Ասեմ ավելին, հայ գործարարները ընտրում են նույն մոդելին, ով վերջերս նկարահանվել է իրենց մրցակցի համար։ Ցանկանում են աշխատել նույն բլոգերների հետ, ովքեր դեմք են հանդիսանում իրենց անմիջական մրցակցի բրենդի համար։ Սիրելի հայ գործարարներ, մարքեթինգի ողջ իմաստը կայանում է նրանում, որ ձեր ֆինանսական ներդրմամբ եւ մարքետոլոգի մտավոր ներուժի ներդրմամբ համատեղ դուք ստեղծում եք նոր բրենդ, նոր ասելիք, նոր ոճ, այլ ոչ թե դառնում եք ձեր շուկայական մրցակցի ուղղակի կրկնօրինակը։ Ինչու կրկնօրինակը։ Պարզաբանեմ։ Մենք ոչ պատահմամբ ինիցիոյում ի սկզբանե ունենք որոշում։ Մենք մրցակիցների էջեր չենք վարում, որովհետև նույնիսկ եթե SMM մասնագետը դա երբեք չխոստովանի, բայց ցանկացած մարդու մտավոր ներուժ սահմանափակ է, ինչ որ պահին դու այլևս նոր իդեաներ չես ունենալու ես մի քանիսը ավելի նպատակահարմար այդ մի քանիսը կիրառել մեկ բրենդի համար ու ապահովել այդ բրենդին մեծ ճանաչելիություն ու վաճառք, քան թե տրոհել այդ իդեաները մի քանի բրենդների համար կամ ավելի վատ ստեղծել միևնույն կոնտենտը մի քանի բրենդների համար։ Արդյունքում այսօր Հայաստանում կան մի շարք էջեր, որոնք իրարից տարբերվում են բացարձակապես լոգոյով։